Ես ուզում եմ այս սպորտով ուժեղանալ և հայրիկի նման հերոս դառնալ։ Սերգեյն 9 տարեկան է, Արցախի Ասկերան քաղաքից։ Կիոկուշին կարատե մարզաձևում մոտ 2 տարի է, ինչ զբաղվում է։ Տեղը 1 րոպե հանգիստ կանգնելը մեծ դժվարություն է իր համար։ Անընդհատ շարժվում, ցատկում ու պարապմունքների ժամանակ սովորած շարժումներն է կրկնում։ Իմ հայրիկը սիրում էր, որ ես բոքսով էի զբաղվում, բայց հետո բոքսից դուրս եկա, ես գնացի կարատե։ 2023 թվականի բռնի տեղահանությունից հետո Երևանում են ապրում։ Շաբաթ 3 անգամ Անահիտը, մայրը Քանաքեռ Զեյթունից Շենգավիթ է տանում պարապելու։ Չի սիրում ուշանալն ու դասից մի քանի վայրկյան անգամ բացակայելը։ Սենսեյ Սպարտակ Գասպարյանի հորդորներին էլ անվերապահորեն է հետևում։ Տևում է 1 ժամ պարապմունքը, Պենց սպասում եմ միջև վերջացնում է, երեխային հետ բերում եմ, հետո տանն էլ ենք պարապում ենք, տենց արդեն ոնց որ ես տրեներ լինեմ։ Սերգեյն առաջին անգամ է երկրից դուրս Վրաստան գնացել, հունիսի 8-ին մասնակցել մրցույթին։ Մրցակիցներից մեկը թուրք, մյուսը վրացի էր, երկուսին էլ հաղթել ու առաջին հորիզոնականն է զբաղեցրել։ 9-ամյա կարատեիստը հաղթանակը զոհված հորը Ռաֆիկ Հարությունյանին է նվիրել։ Ես ուզում եմ իմ հաղթանակը նվիրեմ իմ հերոս հայրին։ Սերգեյի հայրը 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմի ժամանակ Մարտակերտի Ճանկաթաղ գյուղի հարակից սահմաններ պաշտպանում։ Այդ պայթյունների դեպի օդանավակայան տեղահանության ընթացքում Անահիտը հասցրել է մի քանի նախադասություն գրել ու պատասխան ստանալ ամուսնուց։ Հայրիկը գրեց հեսա բան, ես քեզ նորից կգրեմ, դրանից հետո էլ չգրեց պահապան։ Փոքրիկն աչքի առաջ հոր կերպարն է պահում, փորձում նմանվել նրան։ Նրանց հոգևոր կապը շատ ամուր է։ Ընտանիքի ամրության ամուսինների մոդելը հասցրել են փոխանցել զավակներին, համեստությամբ ասում է Անահիտը։ Հիմա փորձում է երեխաներին ոգևորել, ուժ տալ առաջ գնալու համար։ Իսկ հայրիկին հաղթանակների մասին պատմում էին եռաբլուրում, հույսով քամին տեղ կհասցնի։ Ամեն տեսակի էլ պատրաստում եմ ես Սերգեյին, որ և հաղթանակը, և հաղթելը, և պարտվելը մարդու համար է, երբեք որպես ինքը դրանից չկոտրվի, եթե հանկարծ պարտվի, ամեն ինչում պատրաստում եմ։ Սերգեյն իր հետ էր բերել մեդալները, բոլորն առաջին հորիզոնականի են, միայն մեկն է, երրորդ, որը զգուշությամբ թաքցնում է, իսկ Անահիտն անգամ քամուց է պաշտպանում որդու գավաթն ու մեդալը։ Իրար հետևից վզից կախում է մեդալները։ Խոստանում ավելացնել և ուրախացնել ընտանիքին, ամբողջական ընտանիքին։ Անի Աբաղյան, Մհեր Դավթյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։